Գյումրի ընտրություններին իշխանությունը ունի մտահոգություններ, ամեն դեպքում ԿՊԱ-ականների ագրեսիվ հայտարարությունները, ոչ քաղաքական գնահատականները տարբեր թեկնածուների վերաբերյալ խոսում է այն մասին, որ ըստ էության Սարիկ Մինասյանի վարկանիշը ցածր է եւ ԿՓ-ն օգտագործում է հին մաշված սկավառակը, թալանի, պատվալներից դուրս եկողների եւ այլն։ Ես ուզում եմ հասկանամ, ինչ որ մեկի մոտ Գյումրիում կամ Հայաստանի Հանրապետությունում այլ կարծիք կա, որ Գյումրիում Վարդանիկը եւ Մարտունը եւ մնացածը ներկայացում են նախկին իշխանությունները, ինչ որ մեկի մոտ կասկած կա։ Տենց մարդ կա, որ ասում է մեկը կա, որ ասում է Վարդանիկը դա նոր քաղաքական ուժ է, պրոեվրոպական եւ նոր բարքերի։ Այդ մարդը, այդ տիկին բաձեր հարցին պես պատասխանեցիք կարելի է ես վերջացնեմ իմ պատասխանը, շնորհակալ եմ տիկին։ Կա ինչ-որ մեկը, որ մտածում է, որ դրանք տենց նոր առաջադեմ ուժեր են եւ իշխանությունը բարձավ է, բարձ չի ով է, Վարդանիկին ճանաչում եք, ազգային ժողովում եղել է, կա մարդ, որ չի ճանաչում իրան, այն մյուսներին ճանաչում եք։ Գյումրեցին, գիտեք ինչ, ես իսկ այդ վարկանիշների հետ կապված ես համարում եմ, որ հիմա մենք վարկանիշներից խոսալու կարիք չունենք, որովհետև ես հավատում եմ գյումրեցու իմաստությանը, ես գիտեմ, որ ինքը բոլորին լավ ճանաչում է, այդ բոլոր ձևերը շատ լավ գիտի եւ կգնա իր ճիշտ որոշումը կկարողանա։ Վարդան Ղուկասյանն ասում է, արեք գնանք գաղութ, ԿՊԱ-ականներին ասում, արեք գնանք գաղութ, տենանք ով լավ տղա դուրս կուկա այնտեղից կարող է։ Հա, դե իրեն եմ։ Դե նախ եւ առաջ ինքը չի հասկացել ինքը որտեղ է հայտնվել։ Ինքը չի հասկացել որտեղ է հայտնվել, իսկ իր տեղը իրոք գաղութում է ինձ թվում, հա։ Որովհետև ես ազգային իշխանությունը ես հասկանում եմ, որ դուք News.am-ից եք, ձեր սեփականատերը տենց բան ունի, բայց մեր իշխանության ժամանակը Ռոբերտ Քոչարյանը չի ձեր սեփականատերը։ Մեր իշխանությունը չի խառնվում օրենսդրական գործնեության մեջ։ Չեք նկատել այս 7 տարվա մեջ։ Ինչի չկպնեմ։ Ինչի։ Ինչ ապացուցեմ, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածում քաղբանտարկյալներ են եղել, բացեք, ինքը չի ձեր սեփականատերը։ Ինքը չի հարցնում եմ, ասեք, ես հերքեք, եթե ասեք, որ պարզվի, որ խիդազր Ռոբերտ Քոչարյանը, որ սեփականություն ունենում, դա զրպարտությունը հանգստացեք, լավ, հասկացա, բան ասեցի սեփական, մի հարցակվեք վրա, ստորագրահավաք կհավաքեմ ձեր դեմ, գոռում եք իմ վրա, մի ինձ բուլինգի ենթարկեք։ Դուք Գրիփսիմե Ջեբեջյանը չեք մի։ Խիմենա Գրիփսիմե Ջեբեջյանին է պետք է կարելի ենթարկել բուլինգի։ Մի արեք, մի գոռա։ Ես քաղաքական գործ ներողություն, հանգիստ, այսինքն ասել, որ սեփականատեր Ռոբերտ Քոչարյանը մի րոպե, ինչու՞ դες վրթովվեցիք։ Ասեք, որ տես չի։ Հանգստացեք։ Ով ասեց։ Տենց ասեցի, հա, չէ, տենց չասեցի, դուք սխալ լսեցիք։ Ասեց, դուք Գրիփսիմե Ջեբեջյանը չեք, որ ձեզ բուլինգի ենթարկեք։ Ասեցի միայն Գրիփսիմե Ջեբեջյանին է հնարավոր ենթարկել բուլինգի։ Հանգստացեք, տենց չեմ ասել։ Դա նկատի չէ։ Ասեց դուք Գրիփսիմե եք, ասի մենակ Գրիփսիմեին վերաբերյալ չի, դա, հա, ես դա եմ ասել, մի անհանգստացեք։ Հա, այլ հարց ունեք։ Մի րոպե, սպասեք։ Արդեն 1.5 տարի է Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը, բայց ու այդ քննարկումների ժամանակ անդրադասվում էր, որ պետք է միջազգային քրեական դատարան հայց ներկայացնել, պատժել հանցագործներին։ Ինչն է պատճառը, որ մինչև այսօր 1.5 տարի է որևէ գործ չունենք միջազգային։ Ես ներողություն եմ խնդրում, հասցեատերը ես չեմ, ես միջազգային դատարաններ հայցեր ներկայացնելով չեմ զբաղվում, ամեն դեպքում նաև որպես իշխանության ներկայացուցիչ այդ հայցերը իմ քննարկման առարկա երբևիցե չեն հանդիսացել եւ չեն հանդիսանում, որտեվ ես նեղ մասնագիտական իմ ազգային ժողովի օրենսդրական գործնեության մեջ եմ պարբանացել։ Այդ օրենքը եթե մենք այդ բանը եթե չվավերացնեինք, մենք լրիվ ուրիշ իրականության մեջ էինք ապրելու։ Օրինակ կարող էր Հայաստանի Հանրապետության տարածք շատ տեղերում ներխուժած հակառակորդ ունենային, կարող էր Հայաստանի Հանրապետությունը իր ինքնիշխանության աստիճանը այսքան չլիներ։ Դուք քննադատում եք պատասխանատուներին, որոնք Ես բոլորի հարցերին պատասխանել եմ։ Չէ, ես ոչ մեկին չեմ քննադատում, եթե ես քննադատելու լինեմ, ես տեսախցիկների առաջ բոլորին կքննադատեմ։ Այլ հարցեր ունեք։ հնարավոր է
Հնարավոր է, շնորհակալ, մի գնացեք։ Վերադառնալով Գյումրու ընտրություններին Վարդան Ղուկասյանը երեք հարցազրույց է տվել եւ կներեք իր բառն եմ ասում ԿՊԱ-ականներին անվանել անդաստի արագ եւ նաեւ նշել, որ իրեն Վարդանիկով են դիմում նաեւ այդ համար եւ նաեւ Ռուբեն Մխիթարյանը անվանել է թուրք բոլոր նրանց, ովքեր Չէ, բայց Ռուբեն Մխիթարյան տենց բան չի։ Ես անկեղծ ասած հիմա ամեն մեկի ասածը այդ իրանց ասացվածները պետքա մեկնաբան, չգիտեմ դա ճիշտ է թե ճիշտ չի, որովհետեւ նախ ինքն է իրան Վարդանիկ անվանում։ Չգիտեմ տեսել եք թե չեք տեսել, որ Վարդանիկ Պրիդյոտ ինչ-որ ռուսերեն բաներ է խոսում։ Երկրորդը, եթե նման բան ասում, ինչ ասեմ, ինքը մտածում է, որ ինքը վախի եւ ինչ-որ տենց գողական բաներով պետքա գյումրեցու սիրտը գրավի։ Ես ասում եմ, ես հավատում եմ գյումրեցուն։ Ես վստահ եմ, որ գյումրեցին ճիշտ որոշում է կայացնել։ Չգիտեմ, ես որ նայում եմ, ես ճիշտ ԿՊ-ին է ընտրելու։ Ես չգիտեմ, բայց համենայն դեպս հին բաների վերադարձ չի լինելու։ Այն ժամանակներին, երբ որ օրինակ Քոչարյանի իշխանության ժամանակ, Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, երբ որ քաղբանտարկյալներ կային, երբ որ չկային ազատ մամուլ, չկար ազատ մամուլ, ով է ասում, բայց հասելով չի միջազգային կառույցների զեկույցներ գոյություն ունեն։ Ով ինքը իր փոքրիկ շրջապատը։ Ուրա մի հատ օրինակ կբերեք այդ դրա օրինակ միջազգային կառույցի անունն ասեք, զեկույց ասեք, լսում եմ։ Ինչ։ ԵԽ-ում անընդհատ այդ հարցը Չէ, փաստաթուղթ ասեք, դուք բան ասացիք, պնդում արեցիք, հիմա ապացուցեք դա։ Ո՞վ է համարում, բացի Արմեն Աշոտյանի քաղաքական, այսպես ասած, շրջապատից եւ Արմեն Աշոտյանի սատարողներից, մի հատ ինձ կասեք, որ միջազգային կառույցն ճնշումներ չկան Հայաստանում։ Հարգելիս, օրախալ իմ ու ձեր գնահատականի հարցը չի, ոչ ես կարամ ասեմ չկա, ոչ դուք կարող եք ասել կա։ Դրա համար կան միջազգային կառույցներ, որոնք մասնագիտական գնահատական են տալիս եւ դա համաշխարհային ընդունված փաստ է։ Հիմա ում ինչ բռնեն, բոլորը կարող են ասեն սա քաղաքական հետապնդում է, ով որ գիտի հեսա իրան բռնելու են, մտնում է քաղաքականության մեջ մտածելով, որ ստեղ ինքը կարող է դրանով պատասխանվել, հետո ասում է դա քաղաքական հետապնդում է, բայց կա միջազգային կառույց։ Հիմա ձեզ դուք հայտարարություն արեցիք, խնդրում եմ ինձ կամ մարդկանց հրապարակեք այն միջազգային կառույցի զեկույցը, որտեղ որ ասվում է, որ Արմեն Աշոտյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Արմեն Աշոտյանն ասում, բայց ասում եք քաղաքական Անուն տվեք, կոնկրետ օրինակ բերեք, բռնաճնշում, ասում եմ անուն տվեք, կոռուպցիա, որ ինչի մասին է խոսքը, անուն տվեք, անուն, ասեք Պետրոս Պետրոսյանը հայտարարվել է այս ինչ կազմակերպության կողմից որ բան, ես դա մեկնաբան եմ, բայց դուք ձեր շրջապատում ձեզ թվում է դուք որ դուք տենց համարում եք որ այդ տենց է, ուրեմն ամբողջ հանրությունը ու իրականությունը տենց չի, ոչ ձեր պարագայում է տենց, ոչ մեր պարագայում է տենց։